պարգևները, ամեն մեկը մի պարգև, մի շնորհքատիրոջ, ասենք կողմանը, 3 աղջիկ, 3 տղա, եւ ամեն բանից առաջ կուզենամ իմ շնորհակալությունը, իմ գոհությունը հայտնեմ Աստծուն, ետքը մեր Ֆրեզնոյի եղբայրությանը, այս ծրագրի աջակցության համար, որ ասենք աջակցել են, ասենք մեր ընտանիքի, ես մի բան կարող եմ ասել, որ այս ամեն բանը եղել է Աստծո կողմից, հրամանը Տիրոջից, որովհետև ասենք տարածքը ունեինք, գոմը կար, ասենք, բայց անասուն չունենք, ես էլ ճիշտ ասած անասունը պահելու շատ հեռու եմ եղել, սեր չեմ ունեցել ընդհանրապես, բայց երբ որ եղավ նման առաջարկ, մենք էլ ասենք ասենք կարիքի մեջ ենք եղել, ասենք եղավ առաջարկ, որ նման ծրագիր կա, ասենք ուզում են օգնեն ձեր ընտանիքին, ես ընդունեցի սա Աստծո կողմից, որ իրոք ուրեմն Աստված կամեցել է, եթե գոմը կա, անասունն էլ առաջարկում է, ուրեմն սա Աստծո կողմից է, եւ ասենք սիրով ընդունեցինք, որ շնորհակալ եմ, ասենք սա մեծ օգուտ բերեց մեր ընտանիքին, իրոք ասենք երեխաները օգտվելով ամեն առավոտյան ասենք կաթից եւ որը որ կաթից ենք օգտվում, որը որ ասենք արդեն շրջապատից գիտեն, ասենք վաճառում ենք, որը իր կերի գումարն անում, որը մեր օրական ասենք հացի խնդիրն ենք լուծում ու փառք Աստծո, որ ասենք այս հնարավորությունը եղավ եւ մենք ամեն բանի մեջ մեր ընտանիքի կողմից ուզում ենք մեր շնորհակալությունը հայտնենք բոլոր հովանավորներին, որոնք որ աջակցեցին այս սուրբ ծրագրի համար, որ նմանապես կան շատ ընտանիքներ, որ օգտվում են, ասենք, այս ծրագրից, այս հնարավորությունից, մեր անձամբ ընտանիքի համար սա մեծ, ասենք, աջակցություն էր այսօրվա պահով, որ կարելի ասել հիմա այս պահին ճիշտ աշխատանք չունեմ, բայց, ասենք, այս պահին ոնց որ այս անասունը մեզ պահում է, ասենք, ճիշտ է, չգիտեմ ինչ մեծ գումարներ չի բերում, բայց օրվա հացի խնդիրը, ոնց ասած, լուծում ենք ու սիրով, ասենք, մենք հոգ ենք տանում, ասենք, դրա համար կրկին անգամ ես իմ ընտանիքի կողմից, իմ երեխաներն է շատ մանավանդ մեր փոքր Նարեկը հենց գալիս է ժամը էթում եմ, ասում է, էթում ես կաթելու, պապա, էթում ես կաթելու, սպասում է շիշը ձեռը, որ հեսա պտի վերեմ, ասենք, լցենք ինքը կաթը խմի։ Այդպես փառք Աստծո, ասենք, թող Տերը օրհնի բոլորիդ այս սուրբ գործի համար, որ մենք կրկին անգամ մեր խորին շնորհակալությունն ենք հայտնում ձեզ բոլորիդ այս գործի համար եւ մենք էլ հնարավորության մեր սահմաններում էլ նաեւ փորձում ենք աջակցենք, կարեկից լինենք կաթի տեսքով, ասենք, որը կաթն է, որը մածունն է, ասենք, այն ընտանիքներին, որոնք որ այդ կարիքը ունեն, նաեւ բաժին է հանում, ասենք, այդ կերպով։ Դրա համար, ասենք, իրոք Աստված օրհնի ձեզ բոլորիդ։ Իսկ նպատակ ունեք կովը պահեք շատացնեք։ Կովը, այո, նպատակ ունենք, եթե հնարավորություն ունի, ասենք, ունենք տարածք, ասենք, սա որ նայենք տարածքը կա, ասենք, սիրով, ասենք, կարող ենք անել եւ ավելի մեծ օգուտ կբերի։ Եթե, ասենք, մի հատ էլ լինի նման կով, էլ կարելի ասել էլ ուրիշ աշխատանք ես չեմ փնտրի, եսի ավելի սիրով կանեմ, համի ծառայությանը չի խանգարի հոգևոր ընթացքի, ասենք, կյանքի մեջ, ոնց որ կտրամադրվենք այս գործին ախպեր։ Ասենք, թող Տերը օրհնի, սրանից էլ ենք շնորհակալ, մենք այն ինչը որ Աստված մեզ բաժին է հանել, դրանից էլ գոնենք շնորհակալ ենք, փառք Աստծո, մենք էլ հնարավորության սահմաններում նայում ենք, եթե կարողանանք, փորձենք էլի, ասենք, շատացնել եւ նաև կարեկից լինել մյուս նմանատիպ ընտանիքներին, որոնք որ այսօր կան մեր շրջապատն է, մենք է ճանաչում ենք, գիտենք, մենք էլ մեր հնարավորության սահմաններում կփորձենք նրանց աջակցել եւ նրանց օգնել։ Սա այն կողմն է, որը մեզ նվիրել է One Family ընկերությունը, Ֆրեզնոյի եկեղեցու հետ միասին։ Մենք շատ շնորհակալ ենք նրանց այս օգնության համար, նախ Աստծուց ենք շնորհակալ մեծ աջակցության համար, որ դրել է իրենց սրտին մեզ օգնել, որովհետև մենք այդ պահին, որ մեզ
նվիրեցին այդ կողը, մենք դրա կարիքը շատ ունեինք։ Համար շատ շնորհակալ ենք։ Thank you, One Family.